Իրադարձություններով հարուստ ընթացիկ սեպտեմբերը հայ առաքելական եկեղեցու Իրաքի հայոց թեմում։ Առաջնորդարանի նախաձեռնությամբ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանից Իրաք տեղափոխված մի քանի խաչքարեր զետեղվեցին տեղի հայաբնակ գյուղերում եւ քաղաքներում, այդ թվում Բաղդադում, Բասրայում, Գերքուկում, Հավրեսկում եւ Ավստրուքում։ Թեմակալ առաջնորդ ավագ arczepiskopos Ասատուրյանը հոգևոր դասի եւ հավատացյալների մասնակցությամբ այցելեց այդ բնակավայրերը եւ օրհնեց տեղադրված խաչքարերը։ Առաջին հանգրվանը Ավստրուկ համայնքն էր, որն ամբողջությամբ բնակեցված է քրդախոս հայերով։ Սեպտեմբերի 2-ին օծվեցին տեղի Սուրբ Վարդան եկեղեցու նորոգված Սուրբ Սեղանը եւ եկեղեցու հարևանությամբ տեղադրված խաչքարը։ Սեպտեմբերի 3-ի երեկոյան թեմի հոգևոր առաջնորդը հոգևորականների բազմաթիվ հավատացյալների ու հյուրերի ուղեկցությամբ մասնակցեց Հավսրիկ հայաբնակ գյուղի նորակառույց եկեղեցու նավակաթիքին։ Օծվեց նաև եկեղեցու բակում տեղադրված խաչքարը։ Հաջորդ օրն առավոտյան Սրբազանի ձեռամբ սրբալույս մյուրոնով օծվեցին նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանն ու սյուները։ Նորաուց եկեղեցին անվանվեց Սուրբ Սարգիս։ Նույն օրը եկեղեցու կամարների տակ առաջին սրբազան արարողությունը տեղի ունեցավ։ Ավագ սրբազանը Ռոստոմ Սարգսակ Սարգսյանին ձեռնադրեց քահանա։ Մեկ այլ քահանայական ձեռնադրություն տեղի ունեցավ Իրաքի Դհոք քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի հայկական եկեղեցում։ Ձեռնադրությունից առաջ եկեղեցու բակում մեծ հանդիսավորությամբ խաչքար տեղադրվեց ի հիշատակ ցեղասպանության 100-րդ տարելիցի։ Նորընծաքահանան սրբազան հոր կողմից կոչվեց Տեր Տիրան։ Վերջինս 40-օրյա պահքից հետո սպասավորության կանցնի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Միջոցառումներին մասնակցում էին նաև Դհոքի եւ Էրպիլի Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը, կաթոլիկ եկեղեցու հոգևորականներ, ներկայացուցիչներ քույր եկեղեցիներից, պետական այրեր եւ հավատացյալների հոծ բազմություն։ 7-րդ դարից սկսած Միջագետքի մի շարք քաղաքներում ձևավորվել են փոքրաթիվ հայ համայնքներ, սակայն դրանցից ամենակենսունակը Բաղդադում կազմավորված հայ գաղութն է, հայաբնակ գյուղերով ու քաղաքներով, 10-ից ավելի գործող հայկական եկեղեցիներով։ Չնայած պատերազմական իրավիճակին այստեղ շատ կենսունակ է ազգային կյանքը իր տարաբնույթ միջոցառումներով։ Այս օրերին բացվեց իրաքահայ վաստակավոր գեղանկարիչ Անդրանիկ Օհանեսյանի անհատական 10-րդ ցուցահանդեսը 100 նկար նվիրված հայոց ցեղասպանության տարելիցին։ Ցուցահանդեսը կազմակերպել էր առաջնորդարանը Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցական համալիրի նորակառույց հայ նահատակ դահլիճում։ Ցուցահանդեսին նախորդեց քրիստոնեական ավանդապահության նախարարության միջոցներով կառուցված նոր շենքի բացումը։ Ցուցահանդեսը լուսաբանվում էր Իրաքի առաջատար լրատվամիջոցների կողմից։ Նրանց տված հարցազրույցում Անդրանիկ Օհանեսյանն առանձնակի ընդգծել է իր ազգությունը եւ անդրադարձել մեր պատմության արյունոտ էջերին, որոնց մասին հուշեր են տեղ գտել իր այս հավաքածուում։ Միջոցառման ավարտին ազգային վարժարանի Գուլբենկյան սրահում Սրբազան հայրը պատվոգրեր հանձնեց քրիստոնեական ավանդապահության նախարարության անդամներին, նաև նկարիչ Անդրանիկ Օհանեսյանին։ Լիանա Չիչակյան, եկեղեցական կյանք։